Այդ ժամանակ բնակվել եմ Գրիգոր Լուսավորչի 12 շենքում, այդ Ուգլավոյի, որը տեղի էր։ Նույն ժամանակ ես իմ հարևանների հետ այդտեղ էի, եւ ինչ կատարվեց, մի սարսը ես չեմ կարողանում հիմա հիշել, ուղղակի ազդված, որ աչքիս առաջ է գալիս այդ դեպքը։ Ստիպ աշխատում էի, ես իջա այդպես դեպի Կրկեսի կողմը, Ազբեկը Վրասովիչյան անուն տվի, վարձացա դեպի աշխատավայր, մյուս օրը գնացի բակ, եւ գիտեք ինչ, ինձ հարևանս պատմեց, որ այդ ժամանակ իրենց ես 6-րդ մուտքում էի, 7-րդ մուտքի ապրող Սեդա անունով կինը ասել էր կանգնե, որ ոնց է կոչում նետածի դիպուկահարը իրենց մուտքով ելել է եւ մյուս օրը սրան ձերբակալել են, տարել են թե ինչ ձևով ինչ վախեցրել են, այդպես անցավ։ Ես ցանկացա այդ հարցը ներկայացնել, գիտեք, երբ գնացի դատախազություն բանի նոր-նորքի, կարելի ասել վրաս ծիծաղացին ու մի բան էլ ուզում էին ասել, երբ բարկացա մի քանի խոսք ասեցի, ասում է դուք գիտեք ինչ մեր վրա շառ եք անում եւ մնաց։ Այս դեպքը կատարվել է իմенно այդ կառավարության ղեկավարների մասնակցությամբ։ Խնդրում եմ, ես որպես քաղաքացի 86 տարիս լրանում է, ես ունեմ 8 թոռ, 4 ծոր, ոչինչ չեմ իմ երեխաների ապագայի համար, դրանք վերջապես պիտի պատժվեն պիտի, մի կթողեք, որ մենք մեր ձեռքով դա անենք, շնորհակալություն։ Համեցեք։ Նապետյան երկու հարցերին էլ կարող եք հարցը տա։ Ուրեմն ես Արմեն Ֆարմանյանի հայրն եմ։ Բնակվում եմ Սեբաստիան Մալաչյա թաղամասում, Մալաչյա հիվանդանոցի մոտ։ Դեպքը ես չեմ մատնակցել, չեմ տեսել, ասենք, որը ոնց է եղել։ Փաստերը կան, որ այդ մեքենայի վրա դրած, որ տանում են, դա այն որդին է, Արմեն Ֆարմանյանը։ Դաժե կանգնացրել են, չեն թույլատրել, որ մեքենան բռնել իջացնեն, որ չտանեն հիվանդանոց։ Միգուցե երեխան այդ տղան 33 տարեկան սաղ էր մնում։ Դա է այդ գազնիկը, գոնե մեկն ու մեկը 17 տարի անցել է։ Մենք էլ ներվեր ունենք, մենք էլ մարդից ենք ծնվել։ Վեցը որդի ունեմ թորներից հետ, սաղն էլ Հայաստանի Հանրապետության համար եմ։ Այո, պահել եմ Հայաստանի Հանրապետության համար։ Ես վերջում էլ Արմենս ծնվավ, թորնիկ ունեց, ծոր, ծոր եմ ունեցել։ Ասված բոլոր երեխեքին նայի։ Շնորհակալություն։ Հաղթելու ենք ու կհաղթենք։ Շնորհակալություն։ Համեցեք պարոն Նապետյան, ասելիք ունեք։ Այլ հարցեր կան, համեցեք։ Շնորհակալություն նման նիստ կազմակերպելու համար, Արտեմ Վիրաբյան, հարցս վերաբերում է բանակի մասնակցության հետ կապված, խոսակցություններ կա, դե բոլորս է գիտենք, որ բանակը մասնակցել է, ինչ մասշտաբյան մասնակցություն եղել ու արդյոք հավաստի այն տվյալները, որ Արցախից զորքեր է մտվել Երևան։ Շնորհակալություն։ Համեցեք։ Քերական վարույթով հիմնավորվել է, վաճառաբացներ ձեռքբերվել են, որ բանակը մասնակցություն ունեցել է մարտի 1-յան իրադարձություններից, սակայն նախաքննության շահից ելնելով թույլ տվեք չկոնկրետացնեմ, թե որտեղից որ զորամասից
բայց ամեն դեպքում այդ մասնակցությունը հիմնավորվել է եւ այդ ուղղությամբ քննություն է կատարվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ վերջին հարցը Համեցիկ։ Հարգելի զեկուցող, այս ամբիոնից բազմաթիվ անգամներ են հնչել, որ մարտի 1-ի գործը լիարժեք բացված է եւ լրատվամիջոցներով եւ շատ քաղաքական գործիչների շուրթերից ենք լսել, բայց ձեր զեկույցը լսելով եւ մեր քաղաքացիների հարցերի պատասխանը լսելով կարող եմ եզրակացության հանգել, որ մարտի 1-ի գործը մտել է փակուղի, որովհետեւ փաստերը համադրելով մենք առ այսօր չենք կարողանում չունենք սարքավորումներ, որպեսզի համեմատենք զենքը եւ փամփուշտը կրակած։ Հետո ունենալու ենք սարքավորումները, չենք հայտնաբերելու կրակողին։ Մինչեւ հայտնաբերենք կրակողին չի լինելու վկա։ Մինչեւ հայտնաբերենք վկային մի հատ ուրիշ փաստայի հայտ գալու եւ նորից ձգձգվելու։ Այսի նման է պետական ապարատում շատ մարդկանց որ հարց են ուղարկում, երբ որ հարցի պատասխանը չգիտեն, ասում են ուսումնասիրենք կպատասխանենք։ Ու հետի գնում է ամիսներով այդ արդյոք ընդունենք որ ներկա պահին մարտի 1-ի գործը մտել է փակուղի։ Մարտի 1-ի գործը փակուղի չի մտել եւ ես այս ամբողջից խոստանում եմ, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու հնարավորությունները կիրառվելու են, որպեսզի մենք ունենանք այս անջատված մասով նաեւ ամբողջական բացահայտում։ Շնորհակալություն։